Նոյեմբերյան տանող ճանապարհը ոսկեպար բաղանից հատվածում անցնում է սահմանի եզրով։ Տեղ-տեղ գնդակոծվելու վտանգի մասին զգուշացումներ են, որ կարծես անհարիր են տիրող անդորի, թավշյա կանաչի, զեփյուռից գլուխները տարուբերող կակաչների ֆոնին։ Նոյեմբերյան են գնում ոստիկանության հատուկ հանձնաժողովի կողմից 2014 թվականի լավագույն հետաքննիչ ճանաչված ոստիկանության մայոր Անի Դանելյանի մասին ռեպորտաժ պատրաստելու։ Ոստիկանության մայոր Անի Ալբերտի Դանելյանի։ Ես հենց դպրոցական տարիներից ցանկացել եմ ընտրել այդ մասնագիտությունը, շատերի կամքին հակառակ, իմ ուսուցիչների նույնիսկ կամքին հակառակ, ընդունվել եմ ես ոստիկանության ակադեմիան ու ինձ գրավել է ավելի շատ ոստիկանի համազգեստը ու նաև ճանաչելիությունը հասարակության մեջ։ Շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ ծառայում եմ ոստիկանությունում, ծառայում եմ իմ հայրենիքին, իմ ժողովրդին։ Թվում է դժվար համատեղելի են կին եւ ոստիկան, բայց ոստիկանության համակարգի շատ կին ծառայողներ իրենց անբասիր ծառայությամբ կոտրել են այդ կարծրատիպը։ Անի Դանելյանը նրանցից մեկն է։ Համոզված է, որ ուժեղ կանայք պետք է ոստիկան լինեն, որովհետև ոստիկանությունը թույլ, անվճռական, անսկզբունք մարդու տեղ չէ։ Համոզված է նաև, որ կնոջ ներկայությունը նաև ավելի ուժեղ լինելու հնարավորություն է տղամարդու համար։ Կարծում եմ տղամարդիկ կին գործընկերներ տեսնելով իրենց կողքին ավելի ուժեղ են դառնում։ Անին շատ երազանքներ ունի, նաև դրանք իրականացնելու վճռականություն։ Այս տարի կարծես թե իմ երազանքներից մեկը կատարվեց, ես արժանացա լավագույնի կոչմանը, ինչի համար շատ շնորհակալ եմ մեր ղեկավարությանը, բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին իմ արժանինքները ու նման պարգևի արժանացրին։ Նաև մաղթում եմ, որ ոստիկանության յուրաքանչյուր ծառայող իր աշխատանքով, իր գործով հասնի լավագույնի կոչմանը։ Պարգևը ոչ միայն լավագույն աշխատանքի արժանի գնահատական է, այլև ավելի մեծ պատասխանատվության լուրջ խթան, որ ավելին անես, ապացուցես բարձր կոչմանն արժանի լինելդ։ Անի Դանելյանն իր ծառայողական պարտականությունները կատարում է մեծ պատասխանատվությամբ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում առաջնորդվում է քրեաիրավական եւ քրեադատավարական նորմերի պահանջներով, կատարում է օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։ Այդ կարծիքին է ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ողջ անձնակազմը։ Ոստիկանության նոյեմբերյանի բաժնում համոզվում ես, մարդկային ու գործընկերային ազնիվ հարաբերություններն այստեղ առաջնահերթ են, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ է տիրում, համախումբ, միմյանց հարեհաս, պատրաստակամ, այլ կերպ չի էլ կարող լինել, սահմանապահ տարածքում այլ կանոններ չեն կարող գործել։ Իմ կողքին բոլորը կանգնած են եղել իմ աշխատանքի դժվարին պահերին, այսինքն մենակ ես ոչինչ չէի կարող անել, իմ գործընկերները, իմ ղեկավարությունը, իմ աշխատանքային ընկերները բոլորը իմ կողքին կանգնած են եղել եւ մենք մեր աշխատանքով միշտ լավագույնն ենք հասել։ Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Ազատյանն ասում է, որ լավ հարաբերություններն իրենց բաժնում ձևավորված ավանդույթ են։ Բոլորս մեկս մյուսի համար ուրախանում ենք, մեկս մեկի համար տխրում ենք, մեկս մյուսի ցավին եւ ուրախությանը միշտ հասնում ենք։ Իսկ հատկապես Անի համար բոլորս շատ ուրախ էինք, հպարտ էինք, որ դա մեր Անի ու մեր կոլեկտիվի պարգևն է։ Անիի պարտաճանաչության իր գործառույթներին լավագույնս տիրապետելու մասին է վկայում նաև քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հովհաննես Էզդանյանը։ Գործի բերումով հաճախ են առնչվում, եւ ինքը բազմիցս է համոզվել գործընկերուհու ոչ միայն մարդկային, այլև մասնագիտական բարձր արժանինքների մեջ։ Հետաքննիչի գործն իր առանձնահատկությունն ունի։ Կասկածյալի ճակատագիրը մեծ մասամբ կախված է նաև հետաքննիչի գործողություններից, նյութերի նախապատրաստման ընթացքում նրա կայացրած որոշումներից։ Ցանկացած հաղորդում կլինի դիմում ստանալիս, առաջին հերթին ես իմ խղճի առաջ պետք է մաքուր լինեմ ու պետք է այնպիսի լրիվ օբյեկտիվ բազմակողմանի քննություն իրականացնեմ, որպեսզի իմ կայացրած որոշումից հետո ես իմ խղճի առաջ նախ մաքուր լինեմ, երկրորդ էլ իմ որոշում կայացնելուց հետո մարդկային ճակատագիր է որոշվում ու իմ կողմից կարծես թե ասենք ստացվում է, որովհետև իմ կողմից կայացված որոշումները դեռևս դատախազության կողմից չեն վերացվել, օրինականությունը ստուգված, հետո վերադարձվել։ Այդպես խոսելու իրավունք վաստակել է պարտաճանաչ, գրագետ, վճռական, հմայիչ, այսպիսին տեսանք ու ճանաչեցինք տարվա լավագույն հետաքննիչին, մի մարդու, որ պատվով է ծառայում օրենքին ու ժողովրդին։